մի հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ շատ զազրելի քրեական վարույթի մասին էի ցանկանում հանրությանը իրազեկել, որը նախաձեռնված է քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, եւ խոսքը վերաբերվում է TikTok-յան հարթակում հայտնի Հայկ Եղիյանի կողմից Նիկոլ Փաշինյանին հատկացված վիրավորանքին։ Ինչ որ կուսակցության նախագահ այդ փաստի կապակցությամբ ներկայացրել է հաղորդում, նշելով, որ վաղը կարող է Հայաստանի Հանրապետության վարչապետը ինքը լինել եւ իր համար անընդունելի է, երբ որ վարչապետին վիրավորում են ու քննչական կոմիտեն առանց հապաղելու քաղաքացուն ձերբակալել է եւ նախաձեռնել քրեական վարույթ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Այս պայդրությամբ քաղաքացին արդեն 2 օր է շարունակ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում, իսկ վաղն էլ պարզ կլինի այս միջին ծանրության ենթադրյալ արարքի համար ինչ դիրքորոշում է ցույց տալու քննչական կոմիտեն, այսինքն արդյոք նրան ներկայացնելու է դատարան կալանավորման նպատակով եւ ինչ մոտեցում է ցուցաբերելու այդ կապակցությամբ դատարանը։ Ես ստանձնել եմ քաղաքացու շահերի պաշտպանությունը եւ կարծում եմ, որ սա նաեւ սահմանադրական դատարանի հանրահայտ որոշման անտեսում է, որով հակասահմանադրական է ճանաչվել քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը պատասխանատվություն էր նախատեսում պաշտոնատար անձանց հասցեին ծանր վիրավորանքներ հնչեցնելու համար։ Քննչական կոմիտեն սա քողարկում է, չգիտեմ, ունիվերսալ հանցակազմով, խուլիգանությունով, ընդ որում խուլիգանության 2-րդ մասի 3-րդ կետով եւ քաղաքացիների ենթարկում ուղղակի քաղաքական ու քրեական հետապնդման։ Ամփոփ ասած, Հայկ Եղիյանին կարելի է անդերապահորեն համալրել այս պայդրությամբ քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց ցուցակում եւ այս մասին պետք է հրապարակային խոսել, բարձրաձայնել այս հարցը, բարձրաձայնել այս խնդիրը, որովհետեւ ես վստահ եմ, որ Հայկ Եղիյանը այս պայդրությամբ պետք է իր ձերբակալվածի կարգավիճակով հանդերձ համարվի քաղբանտարկյալ, որովհետեւ մարդը ընդամենը իր քաղաքական խոսքը կոշտ եւ կոպիտ արտահայտելու համար ենթարկվում է փաստացի քրեական հետապնդման եւ այս պայդրությամբ ձերբակալված է, գործով զբաղվում է Վարդենիսի քննչականը։ Կրկնում եմ, վաղը պարզ կլինի այս միջին ծանրության ենթադրյալ արարքի համար քաղաքացուն տանում են դատարան կալանավորման նպատակով թե ոչ եւ ինչ մոտեցում է ցուցաբերում դատարանը։ Այսքանը։